անցած անգամ Լագրանժի թեորեմի մասին ենք, չէ՞, խոսացել, Լագրանժի թեորեմը ապացուցել ենք, մի հատ հիշեցնենք, հա։ Լագրանժի թեորեմը հետևանքներ, նախ թեորեմի ձևակերպումը հիշեցնենք, ապացույցը ոնց զուտ կհիշեցնենք կամ եթե f-ը ֆունկցիան անընդհատ է, հա, AB-ի վրա և դիֆերենցիալի է AB բացի վրա, ապա գոյությունից է կետ, հա, AB-ից, այնպես որ շտեղծեն հավասարա B հանած F-ը բաժանած B մինուս A ու սրա երկրաչափական իմաստը ինչում էր կայանում էր հետևյալում, որ եթե ունենք AB հատվածի վրա մեր ֆունկցիայի գրաֆիկը, ապա այս AFA, BFB կետերով անցնող ուղին զուգահեռ է ինչ-որ կետում տարված շոշափողը, հա, մեր ֆունկցիայի գրաֆիկին ինչ-որ կետում տարված շոշափողը, ստեղ անկյունային գործակիցները համընկնում են։ Եկեք տեսնենք, որ ստեղից վերջավոր աճերի բանաձևը կարող ենք ստանալ, աճի համար ինչ-որ հետևյալ տեսքը կարող ենք ստանալ։ Կիրառելով Լագրանժի թեորեմը x0 գումարած դելտա x հատվածի վրա կստանանք, որ գոյությունից է կետ այս բացմիջակայքից ու իհարկե պետք է հասկանալ, որ եթե դելտա x-ը բացասական լինի, բնականաբար պետք է դիտարկենք, որ հատվածը x0 պլյուս դելտա x-ից x0-ն, հա։ Այնպես որ մեր ֆունկցիայի ածանցյալը C կետում հավասար կլինի x0 գումարած դելտա x հանած f(x0) բաժանած պետք է գրենք x0 գումարած դելտա x-ից հանած x0 փակագծեր դնենք, որ ոնց ավելի երևա, իհարկե էսի ընդամենը դելտա x-ա ու եթե երկու կողմը բազմապատկենք դելտա x-ով, ինչ կստանանք, որ այս մեր ֆունկցիայի աճը, այսինքն f(x0) գումարած դելտա x հանած f(x0)-ն կարելի է ներկայացնել այս տեսքով, հա, f'(c) անգամ դելտա x։ Ու այս մեզ հնարավորություն է տալի տարբեր արտահայտություններ մոտարկել, այսի վերջավոր աճերի բանաձև, հա։
Օրինակ 1, ասենք մոտարկենք արմատ 1.03-ը։ Հիմա պետք է ինչ-որ մի հատ ֆունկցիա նայենք, որ ֆունկցիան կուզենայինք դիտարկել արմատ x-ը, հա։ Fx-ը հավասար է արմատ x։ Հիմա եւ վերցնենք x0-ն որ կետը կուզենաք վերցնեք, դելտա x-ը ինչը կուզենաք վերցնեք, որ x0-ն 1-ը, դելտա x-ը 0.03։ Կիրառելով այդ նախորդ բանաձևը, ստանանք, որ գոյությունի C կետ, որը պատկանում է որ միջակայքին։ Այդ ստեղ գրեմ, հա, x0-ից x0 գումարած դելտա x, ինչը իրականում 1-ից 1.03-ն է։ Այնպես որ f 1 գումարած 0.03, եթե ուզում եք, այս հենց այս տեսքով գրենք, հանած f1-ը հավասար է ֆունկցիայի ածնցյալը c կետում անգամ 0.03։ Դե այս 1.03-ն է, ֆունկցիան կիրառում ենք վրան, ստանում ենք արմատ 1.03, հանած արմատ 1, հավասար է ֆունկցիայի ածնցյալը, արմատ x-ի ածնցյալը ով է։ Ֆունկցիայի ածնցյալը 1 բաժանած 2 արմատ x-ն է, եթե դա կիրառենք, ածնցյալը c կետում կլինի 1 բաժանած 2 արմատ c։ 0.03։ Այսինքն հիմա ինչ ենք ստանում, որ արմատ 1.03-ը դա եթե հավասարության երկու կողմին գումարենք 1, հա, 1-ին գումարած 0.03 բաժանած 2 արմատ c-ն։ Սա ոնց որ կարող ենք մոտարկել ինչով։ 1 գումարած 0.03 բաժանած c-ն էլ մոտավորապես ինչ է։ 1 է, չէ՞։ 1-ին շատ մոտիկ է։ 2 արմատ 1, ասենք 1 գումարած 1/3 անգամ 0.03։ Ու կարող ենք իհարկե դա գրել, ինչա 0.15։ Այստեղ կարող ենք նաև հասկանալ այդ տարբերությունը ինչքան կարող, այսինքն այս մոտարկման հետևանքով ինչքան սխալմունք կարող ենք ունենալ, սխալանքը ինչքան կարող է լինել, ոնց որ այդ դեպքում սխալանքը R-ը կլինի որքան։ Այս 0.03 բաժանած 2 արմատ c հանած 0.03 բաժանած 2 արմատ 1, հա, հենց այն արտահայտությունը, որով փոխարինել ենք սկզբնականը, դրանց տարբերությունը։ Այսինքն ինչքան է լինում, եկեք տեսնենք, գնահատենք։ Երկու գրատախտակներն էլ ամբողջությամբ երևում են։ Ահա, R-ը մեր մոտ լինելու է, իհարկե ընդհանուր կարող ենք անել ինչը 0.03-ը, էլ ինչը 1/3-ը, ստեղ կունենանք 1 բաժանած արմատ c ու հանած պարզապես 1, ինչը կարող ենք ընդհանուր հայտարարի բերել, 1 հանած արմատ c բաժանած
արմատ C, ստեղ եթե մոդուլը նայենք, այս իհարկե բացասական թիվ է իրանից ներկայացնելու, մեկ հանած արմատ C-ն, Այսինքն կլինի 0,03 վարժանած 2, ստել արմատ C հանած 1, վարժանած արմատ C, հիմա եթե ուզում ենք հասկանանք մեր սխալանքը ոնց որ վերևից ենք ուզում գնահատենք, թե ներքևից ենք ուզում գնահատենք սխալանքը վերևից, ուզում ենք հասկանանք ամենաշատը ինչքան այդ բացարձակ արժեքը, ոնց որ սխալանքի բացարձակ արժեքը կարող է լինել, վերևից գնահատելու համար արմատցեն կարող են գնահատել ներքևից, մեկով, հա, մեկ, իսկ այս արմատ 1.03 Անած մեկը իհարկե էտել ոնց որ ասած 1000 մի ձևով կարելի է գնահատել, հա? Ոնց որ արմատ C չէ, բայց արմատ 1.03-ը հաստատ 1.1-ից օրինակ փոքր է, եթե զուտ տենց ինչ-որ մի հատ չնայած դա այդքան լավ գնահատական չի լինի։ Okay։ Ասենք 1.06-ից 1.06-ի քառակուսին, չէ, 1.03 էլ կարող ենք փոխարինել, չէ, արմատ C-ն C-ից փոքր է, ու այդպես, այսինքն այստեղ ստանում ենք ինչ 0.03-ի քառակուսի բաժանած 2, այս բավականին չափ փոքր թիվ ենք ստանում։ Այսինքն այս գնահատականը որ տվել էինք, որ արմատ 1.03-ը մոտավորապես 1.015 է, սխալանքը տենց շատ փոքր կարող է լինել, հա, այսինքն ընդամենը, չգիտեմ, կարող եք գրել, տեսնել ես ինչ թիվ է լինում, հա։ Հենց այս ձևով կարող եք տարբեր արտահայտություններ մոտարկել ու ի վերջո այն տարբեր սոֆթերը, որ կան, որ ձեզ արմատ հանելու, էքսպոնենտ բարձրացնելու, տենց տարբեր գործողությունների հնարավորություն են տալի, ի վերջո սրա նման ինչ-որ տեխնիկաներ են օգտագործում մոտարկելու համար, որտեվ միևնույնն է բոլորն էլ ինչ-որ նիշի ճշտությամբ են այդ ամեն ինչը տալիս։ Լավ, եկեք մի քանի հետևանքներ տեսնենք Լագրանժի թեորեմի։ Դիցուկ f-ը դիֆերենցիալի է x0-ի ինչ-որ աջակողմյան շրջակայքում Կարծում եմ դեպքում, եթե այս ածնցյալների աջակողմյան սահմանը գոյություն ունի, ապա այդ կետում գոյություն ունի այդ կետում աջակողմյան ածնցյալ ու այդ կետում աջակողմյան ածնցյալը ճիշտ նույն արժեքն է ունենում։ x0 կետում f ֆունկցիայի աջակողմյան ածնցյալը ու այդ ածնցյալը հավասարակ այ։
Բնականաբար օգտվելու ենք Լագրանժի թեորեմից։ Եկեք մի հատ վերհիշենք աջակողմյան ացենցիալը ինչն էր։ Քանի որ աջակողմյան ացենցիալը դա սահմաններ ինչի x-ը x0-ին ձգտելից, իհարկե կարող ենք չգիտեմ, s c-ով գրենք x0 գումարած դելտա x կամ x0 գումարած h, ինչը որ նախընտրում եք, բաժանած դելտա x-ի վրա, հա, որտեղ դելտա x-ը ձգտում է ինչին, 0-ին, ու շատ կարևոր է, որ h-ից, հա, հիմա եթե դելտա x-ը ձգտում է 0-ին h-ից, ապա այս մեր ֆունկցիայի h-ը մենք գիտենք, որ կարող ենք ներկայացնել ֆունկցիայի ացենցիալը ինչ-որ միջանկյալ կետում անգամ դելտա x։ Ապա օգտվելով վերջավոր աճերի բանաձևից ստանանք, որ գոյությունից է, իհարկե այդ ցեն կախված է լինելու ինչից։ Այստեղ մեր մոտ փոփոխականը դելտա x-ն է, հա։ Դելտա x-ից, որը պատկանում է x0 plus դելտա x։ Ինչակայքին այնպես որ այնպես որ ինչ հենց այդ fx0 գումարած դելտա x հանած fx0-ն հավասար է f'(c) անգամ դելտա x ուստի այդ fx0 գումարած դելտա x հանած fx0 բաժանած դելտա x-ը հավասար կլինի մեր ֆունկցիայի ացենցիալին ինչ-որ c կետում, իհարկե այդ c կետը ևս մեկ անգամ շեշտենք, որ կախված է դելտա x-ից։ Հիմա ապա օգտվելով եւ հաշվի առնելով, որ c դելտա x-ը ինչին է ձգտելու, կասեք։ Այս c-ն գտնվում է x0-ի x0 գումարած դելտա x-ի միջև։ Հիմա եթե մեր դելտա x-ը ձգտեցնենք 0-ի, ապա սա համաձայն ոստիկանների կանոնի, հա։ Այստեղ c դելտա x-ը գտնվում է x0-ի եւ x0 գումարած դելտա x-ի միջև, հա, այստեղ իհարկե այն պարագայում, երբ որ դելտա x-ը ձգտում է 0-ին h-ից։ Կստանանք, որ այս մեր աջակողմյան ացենցիալը հանդիսանում է այս կոտորակի փոխարեն կարող են գրել արդեն f'(c), հա, այստեղ դելտա x-ն էլ գրենք, այս c դելտա x-ն էլ որ ձգտում է մեր մոտ x0-ին, իսկ մեր կարող ենք պարզապես գրել սահման f'(x), որտեղ x-ը ձգտում է x0-ին, իհարկե պետք է հաշվի առնենք, որ x0-ին որ կողմից է մոտենում, h-ից է, այստեղ լավ կլինի ավելացնենք, որ h-ից է մոտենում, որտեղ մեկը c դելտա x-ը x0-ից մեծ էր։ Ուստեղ էլ արդեն կարող են գրել x-ը ձգտում է x0-ին h-ից f'(x), ինչը հենց կան է, այսին
Սրանով ցույց տվեցինք եւ նրա գոյությունը եւ նրա հավասարությունը այս ածանցիալների, հա, սահմանին։ Այսինքն սահման f(x)-ը պետք է լիներ, բայց x-ը x-ը դա x, այսինքն x-ը Այս սրանով որ x դնեմ։ Այս x-ը ինչի է ձգտում։ x0-ին է ձգտում, ընդ որում աչից։ Չէ՞։ Ինքը x0-ին է ձգտում, ընդ որում աչից։ Իհարկե կարող է այնպես պատահել, որ այս c դելտա x-ը x0-ի աջ կողմում գտնվող ինչ-որ փոքր շրջակայքի բոլոր արժեքները չընդուներ, բայց եթե բոլոր արժեքների համար սահմանը գիտենք, որ կա, այստեղ ինչ արժեքները լինեն, միևնույնն է, իրենք ձգտելու են x0-ին աչից ու այդ ածանցիալների արժեքները տվյալ կետերի վրա միևնույնն է, էլի կձգտեն կային։ Բարի։ Այսինքն ինչ տեսանք, որ եթե ածանցիալները այդ x0 կետում ունեն սահման աջակողմյան, ապա այդ կետում աջակողմյան ածանցիալը գոյություն ունի ու այդ նույն թիվն է։ Իհարկե նույն բանը կարող ենք ասել նաև ցախակողմյանի համար։ Այստեղ մի հատ էլ հետևանք եկեք հասկանանք։ Եթե f-ը դիֆերենցիալի է AB-ի վրա, ապա f'(x) ֆունկցիայի խզման կետերը միայն երկրորդ սեռի են։ Այսինքն առաջին սեռի խզում ինքը չի կարող ունենալ։ Ինչպես դրա մեջ համոզվենք, էլ կարող ենք մեր սիրած մեթոդը օգտագործել, ենթադրենք հակառակը։ Հա։ Ենթադրենք հակառակը x0-ն f'(x)-ի առաջին սեռի խզման կետ է։ Այդ ինչ է նշանակում։ Այդ միակողմանի սահմանները այդ կետում գոյություն ունեն, ճիշտ է։ Հետևաբար գոյություն ունի սահման f'(x), x-ը ձգտում է x0-ին աչից եւ սահման f'(x), x-ը ձգտում է x0-ին ցախից։ Այս սրանն ասենք չգիտեմ, ինչ են գրել, այստեղ K1 դնենք, սա էլ K2-ով նշանակենք, ճիշտ է։ Հիմա կարող ենք կիրառել նախորդ հետևանքը, հա, համաձայն նախորդ հետևանքի ինչը գոյություն ունի։ Աջակողմյան ածանցիալ ու ձախակողմյան ածանցիալ, հա։ Այստեղ մեր աջակողմյան ածանցիալը գոյություն ունի f'(x0 պլյուսը
Եվ այն հավասար կլինի K1-ի թե K2-ի։ K1-ի։ Եվ գոյություն ունի f' x0 մինուսը, որն էլ կլինի K2։ Բարի։ Հիմա մեր ֆունկցիան դիֆերենցիալ էր, այսինքն x0 կետում իր ածանցյալը գոյություն ունի։ Քանի որ f-ը դիֆերենցիալ է x0-ում, ոստի գոյություն ունի f' x0 և f' x0-ն դա հավասար է մեր ֆունկցիայի աջակողմյան ու ձախակողմյան ածանցյալներին։ Հետևաբար K1-ը հավասար է K2, հավասար է մեր ֆունկցիայի ածանցյալին x0 կետում։ Այսինքն ինչ տեսանք։ Այսպիսով մեր ֆունկցիայի ածանցյալը x0 կետում համընկավ ում հետ։ Մեր ֆունկցիայի ածանցյալների սահմանին, երբ որ x0-ին արջից ենք ձգտում, և նույն սահմանին, երբ որ x0-ին ձախից ենք մոտենում։ Իսկ այս ինչ է նշանակում, որ x0-ն f' համար ինչ կետ է։ Անընդհատության կետ չի։ Հետևաբար x0-ն f'-ի անընդհատության կետ է։ Ու արդեն եկանք հակասության, որովհետև ենթադրել էինք, որ ինքը առաջին սեռի խզման կետը, հա։ Երկրորդ սեռի։ Ասենք, օրինակ, սինուս 1x-որդը, լավ, օքեյ, հեսա տենց օրինակ կբերենք։ Fx-ը եթե նայենք, հեսա աստիճանը կտեսնենք ինչ են գրում, սինուս 1x-յորդ երբ որ x-ը 0 չի, x-ի ինչ-որ աշճան անգամ սինուս 1x-յորդ, երբ որ x-ը 0 չի ու 0-ում 0 է, սա լավ x-ի ալֆա գրենք, հետո կհասկանանք, որ ալֆաների դեպքում մեր ուզած ֆունկցիան կստացվի։ Մենք ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ ածանցյալը 0-ում գոյություն ունենա, f'0-ն այդ ինչն է։ Նու, այս վերևի բանաձևով կարանք պարզապես ածանցենք, ածանցյալը հաշվենք, թե չէ։ Պարզապես ածանցյալը հաշվենք, հետո x-ը 0 տեղադրենք, տենց կստացվի։ Լավ, f'(x-ը եկեք գրենք ինչ է, հավասար։ Կլինի ալֆա x-ի ալֆա մինուս 1, անգամ սինուս 1x-երորդ, գումարած x-ի ալֆա անգամ կոսինուս 1x-երորդ, անգամ 1x-երորդի մի հատ էլ հավելյալ պետք է ածանցյալը գրենք, մինուս 1-ը բաժանած x քառակուսին է։ Ճիշտ է։ Հիմա այստեղ x-ը 0 կարող ենք տեղադրել, թե չէ։ Չէ։ Այսինքն էսի այն դեպքում է, երբ որ x-ը 0 չի։ 0-ի դեպքում պետք է ածանցյալը հաշվենք ինչ կերպ։ Ինչպես։ Ֆունկցիայի ածանցյալը ոնց կա։ Սահմանումով, հա։ Այսինքն այստեղ սահման պետք է հաշվենք, x-ը ձգտում է 0-ի, fx հանած f0 բաժանած x հանած 0-ի։ Այսինքն x-ի ալֆա
սինուս 1x-երորդ բաժանած, հանած 0 բաժանած x։ Դա x-ի ալֆա մինուս 1 է լինում, անգամ սինուս 1x-երորդ, ու ստեղ ալֆան եթե ալֆա մինուս 1-ը եթե դրական եղավ, S կձգտի 0-ի, S կլինի ինչպիսին։ Սահմանափակ, անվերջ փոքրի ու սահմանափակի արտադրյալն էլ գիտենք, անվերջ փոքրը, եթե փաստորեն ալֆա մինուս 1-ը մեծ եղավ 0-ից, հա։ Հիմա եկեք տեսնենք այդ ածանցյալը, որը ալֆաների համար 1-ից մեծ, 0-ում սահման չի ունենա, հա, օրինակ այդ ժամանակ երկրորդ սեռի խզում կունենա ածանցյալը։ Եկեք տեսնենք, որ ասենք, չգիտեմ, նույն 2-ի համար ինքը խզման այդ երկրորդ սեռի խզման կետը, հա, վերցնենք ու պարզության համար, հա, վերցնենք ալֆան հավասար 2, f'(x)-ը կլինի 2x սինուս 1x-երորդ, ստեղ կրճատվեն, հա, ու մինուս կոսինուս 1x-երորդ կլինի, ու նկատենք, որ 2x անգամ սինուս 1x-երորդը որպես ինչի ու ինչի արտադրյալ կունենա սահման։ Երկու x-ը անվերջ փոքր է, սա սահմանափակ է, կձգտի 0-ի, իսկ կոսինուս 1x-երորդը սահման ունի, թե չէ 0-ին ձգտելիս։ Կոսինուս 1x-երորդը 0-ին ձգտելիս սահման չունի, ինքը այս մինուս 1-ի ու 1-ի մեջ տատանվում է, չունի սահման։ Զրոյին ձգտելիս։ Այդտեղից ինչ կարող ենք եզրակացնել, որ f'(x)-ը սահման չունի 0-ին ձգտելիս, իրականում թե աչից, թե ձախից, հա, 0-ին աչից ձգտելիս, հա, օրինակ։ Ոստի գոյություն չունի սահման f'(x), երբ որ x-ը ձգտում է 0-ին աչից։ Ֆունկցիան 0 կետում ածանցյալ ունի, բայց այդ ածանցյալի սահմանը աչակողմյան գոյություն չունի։ Մեր ֆունկցիան դիֆերենցիալ է, բոլոր կետերում այդ է, ոչ զրոյական կետում է սա, ածանցյալը 0 կետում էլ էլի տեսել ենք, որ ածանցյալը գոյություն ունի։ Բարի, այստեղ մի հատ փոքր սահմանում էլ տանք։ Եթե f'(x) այդ ածանցյալ ֆունկցիան անընդհատ է x բազմության վրա, ապա կասենք, որ f-ն անընդհատ դիֆերենցիալի է x-ի վրա, կգրենք հետևյալ կերպ, հա, f-ը պատկանում է c1x, ու նկատի ունենալով, որ այս մեկը առաջին ածանցյալը, հա, նույն ձևով, եթե c2x գրենք, նկատի ունենայինք, որ երկրորդ ածանցյալը անընդհատ է c-ն այդ continuous, հա, x-ի վրա։
Cauchy theorem-ը Theorem Եթե F-ն ու G-ն անընդհատ են AB հատվածի վրա, իրանք ածանցելի են բացում, մեկ էլ հավելյալ կպահանջենք, որ G'-ն չլինի 0 ոչ մի տեղի համար AB-ից, ապա պարզվում է, որ գոյությունից է պատկանում AB միջակայքին կետ, այնպես որ F'-C բաժանած G'-N հավասար է FB հանած F-ը բաժանած ինչ է ակնկալում որ լինի GB հանած GA։ Հա։ Եկեք տեսնենք ինչպես կարող ենք սա ապացուցել։ Իհարկե ոնց որ մի հատ հասկանանք, որ սա Լագրանժի թեորեմի ընդհանրացում է, Gx-ը ինչ վերցնենք, որ ստացվի հենց Լագրանժի թեորեմը։ Լագրանժի թեորեմը ոնց էր, F'-N հավասար է FB հանած F-ը բաժանած B հանած A։ Այսինքն այս B-ն իրականում GB-ն է, այս A-ն G-ն է, հիմա Gx-ը ինչ վերցնեինք, որ տենց լիներ։ X, որ X վերցնեք, այս ածանցյալն էլ 1 կլինի, կգնա, իհարկե այդ ածանցյալը երբևիցե 0 չի դառնում, նաև այդ ածանցյալը գոյություն ունի, ու ինքը անընդհատ է, այսինքն այդ բոլոր հավելյալ պայմանները կգնան ու կմնա հենց մակրո Լագրանժի թեորեմի միջի պայմանները երկու հատ, անընդհատությունն ու դիֆերենցիալությունն է ֆունկցիայի։ Հիմա եկեք սա ապացուցենք։ Այն ժամանակ ոնց որ մի հատ գծային ֆունկցիա են կառուցում, որը AF-ա ու BFB կետերով էր անցնում, եթե հիշում եք, ոնց որ զուտ հիշեցնեմ, էդ էլ ոնց որ նայում ենք FA գումարած, այնտեղ x-a-ի պատիկ, այդ գործակիցն էլ հենց այնպես էինք ընտրում, որ B կետում ինքը FB դառնար, հա, այստեղ FB հանած F-ան բաժանած B-a որ վերցնում ենք, x-ը B վերցնելիս, այս B-a-երը կրճատվում էին, մնում էր FB հանած F-ան, որը էլի գումարելով F-ային կստանայինք FB-ն։ Հիմա համանման մի հատ օժանդակ ֆունկցիա պիտի դիտարկենք։ Hx-ը էլի ստեղ F-a արժեքը կվերցնենք, գումարած ինչ է կարծում, նախ ստեղ x հանած i, նախ x հանած i փոխարեն ինչ կուզենաք լինի, gx հանած ga, ու մի կողմից ոնց որ այս գործակիցը ինչ է կարծում, ինչ արժի վերցնել։ GB Gx մինուս GA որ գրենք, այդ հաստատուն կստացվի։ GB հանած GA։ Ոնց որ այդ նախ խոսա մեր Լագրանժի թեորեմում վերցրած ֆունկցիայի հետ, հա, որտեղ ոնց որ սրա ապացույցի մեջ էլ այն ֆունկցիան, որ վերցնում ենք Gx հավասար է x-ի համար պետք է համընկնի նրա հետ, գոնե, որ ընդհանրացում հանդիսանա, մյուս կողմից էլի նույն նպատակն ենք հետապնդում, որ
B կետում արժեքը համընկներ է, B կետում այստեղ HB-ն, հա, հետևաբար H-ան կլինի FA գումարած 0, էդի այն պատճառով էր, որ այստեղ J-X հանած J-ային վերցրել և HB-ն էլ ինչ էր, FA, հիմա եվս մեկ անգամ ինչի այս գործակիցը կվերցնեինք, որտև մենք ուզում էինք ստեղ այս GB հանած J-ան այնպիսի մի բանով բազմապատկվեր, որ հետո արդյունքը, ամբողջ արդյունքը FB-ն ստացվեր, այսին ստեղ այսքան արտահայտությունը պետք է իրանից ներկայացներ FB հանած F-ան, դե մի հատ էլ պետք է բաժանենք GB հանած J-այի, որ սրանք կրճատվեն, FB հանած F-ան մնա, գումարելով F-ան տա հենց FB, հա? Ստեղ միակ հարցը, որ կարա ծագի այս ֆունկցիան դիտարկելու, այդ ինչն է, ինչ խնդիր կարող լիներ, ինչու, ոնց որ ինչ-որ հարց կարող լիներ, որ այս ֆունկցիան դիտարկելը տեղին չլիներ, Չէ, այս ֆունկցիան, հենց պրոստը, որ այս գրածի մեջ, ինչը կարող է խնդրահարություն լինի, ինչու այս ֆունկցիան, ինչպես, այո, հիմա այդ հարցն էլ պատասխանենք, նկատենք, որ աշիկ ֆունկցիան կորեկտ է սահմանված, կամ հնարավոր է դիտարկել, քանի որ GB անած J-ան հավասար չէ 0։ Հակառակ դեպքը որն է, GB հանած J-ան կլիներ 0, կունենայինք, որ J-ան ու GB-ն համընկնում են, իսկ այս դեպքում կարող ենք կիրառել Ռոլի թեորեմը և Ռոլի թեորեմից կստանանք, որ գոյություն ունի ինչ-որ C կետ AB-ից, այնպես որ J'-ն հավասար է 0, ինչը հակասում է որ պայմանին, առաջին, երկրորդ, երրորդ պայմանին, հա, ինչը հակասում է դեպքի։ Շատ լավ։ Այսին իրոք այդ ֆունկցիան տեղին է դիտարկելը, հիմա հետևաբար տեսանք, որ H-ան F-ան է, H-B-ն F-B-ն է, ուրեմն այդ ինչ ֆունկցիա կուզենաք նայել, Fx հանած Hx-ը, հա, հետևաբար այդ Fx-ով եթե նշանակենք Fx հանած Hx-ը ֆունկցիայի համար կստանանք, որ Φ-ն ու Φ-ն որքան են, երկուսն էլ 0 են, ու իհարկե տարբերություն ֆունկցիան էլի կլինի անընդհատ ու էլի կլինի դիֆերենցիալի, որովհետև ստեղ այս H-ը ինչ է, J-ն ինչ-որ թվով բազմապատկած է, ինչ-որ թիվ գումարած է, և Φ-ին պատկանում է CAB
ու գոյություն ունի ֆիշտրիխ T բոլոր T-երի համար AB-ից, այսինքն կարող ենք կիրառել ռոլի թեորեմը, ուստի կիրառելով ռոլի թեորեմը, կստանանք, որ գոյություն ունի C AB-ից, այնպես որ ֆիշտրիխ C-ն մեր մոտ ստացվում է ֆիշտրիխ C-ն որքան է ստացվում, եթե ինչ-որ երկու կետում արժեքները հավասար են, ըստ ռոլի թեորեմի ինչ-որ միջանկյալ կետ կա, որ ացենցիալը լինի 0, չէ՞։ Մյուս կողմից ֆիշտրիխ X-ը էդ ինչ է, F'(x) հանած G'(x-ն է, կներեք H'(x)։ Հիմա որ S ֆունկցիան ածանցենք, այս հաստատունը կգնա, այս Gx-ը, այս հաստատուն արտադրիչը կմնա, հանած FB հանած FA բաժանած GB հանած GA, իսկ այս Gx հանած GA-ի ածանցյալն էլ պարզապես ինչն է, G'(x)։ Այսինքն ինչ ստացանք։ Ստացանք, որ 0-ն, որը ֆիշտրիխ C-ն է, կլինի F'(C) հանած այդ կոտորակ անգամ G'(C)։ Նայում այս կոտորակը, որ տանենք աչքոմ, ու բաժանենք G'(C)-ի, հա, որտեղից, այս F'(C) բաժանած G'(C)-ն հավասար է FB հանած FA բաժանած GB հանած GA-ի։ Իհարկե, էլի G'(C)-ի վրա բաժանել կարող ենք, քանի որովհետև ինքը գիտեինք, որ 0 չի, հա, ստել էլի, մեզ պետք է կա այդ երրորդ պայմանը։ Արի, ցույց ստացանք մեզ պահանջվող այդ հանդիպումը։ Ստեղից հարցեր, լավ մի հատ վատ հարց տանք, ինչի չէին կարող Լագրանժի թեորեմը երկու անգամ կիրառեինք։ Լագրանժի թեորեմը, որ կիրառեինք, մի հատիկ կստանայինք, որ F'(C)-ն է FB հանած FA բաժանած B մինուս A, մի հատ էլ G'(C)-ն էլ հավասար է GB հանած GA բաժանած B մինուս A, մի հատ էլ իրար վրա դնեինք, բաժանեինք, կստացվեր, այն B մինուս A-երը կկրճատվեին, կմնար հենց ինչ որ պետք է։ Այդ երկար ճանապարհը դրեցինք, արեցինք, այս կարճ ճանապարհը թողած։ Հա, սրանք հեշտ պարտադիր չի, որ նույնը լինեին ու այս հարաբերությունը չէր ստացվի, հա։ Okay։ Լավ։ Բարի, մեր հաջորդ թեման Դարբուի թեորեմն է։ Դիցուկ
F-ը դիֆերենցիալի է AB-ի վրա։ Դարբու։ Այստեղ եթե ես 8-ը չի երևում։ Դարբուի թեորեմը։ Եվ ծայրակետերում ատենցիալները ընդունում են տարբեր նշանի արժեքներ։ Սենս F' անգամ F'-ն բացասական է։ Այդ դեպքում ինչ եք ակնկալում։ Ատենցիալը մի կետում 0 լինի։ Այս ոնց որ ասած ատենցիալ ֆունկցիան տեսանք, որ պարտադիր չի, որ անընդհատ լինի, բայց այդ միջանկյալ արժեքը, հա, եթե ինչ-որ միտեղ դրական է, ինչ-որ միտեղ բացասական է, պարզվում է, որ միևնույնն է, այլ միջանկյալ արժեքը պետք է ընդունի, ինչ-որ կետում պետք է դառնա 0։ Գոյություն ունի C պատկանում AB-ին, այնպես որ F'-ն հավասար է 0։ Այդ ոնց ենք ինչ-որ կենտ փնտրելու, որտեղ ատենցիալը 0 լինի։ Այդ օրինակ հույսներս ինչի վրա պետք է լինի, որ այդ C-ը ինչը լինի։ Մաքսիմում կամ մինիմում, հա, որ մաքսիմում կամ մինիմում կետ եղավ, այդ դեպքում այդ կետում էլ ատենցիալը հենագոյություն ունի, ուրեմն այդ կետում էլ պետք է լինի 0։ Միակ խնդիրը այդ մաքսիմում մինիմումի կարող առաջանար այն դեպքում, երբ որ այդ մաքսիմում կամ մինիմումն հանդիսանար AB հատվածի ծայրակետ, հա, որ այդ ժամանակ չէին կարող պնդել, որ այդ ատենցիալը այդ կետում պետք է լինի 0։ Բարի։ Հիմա դիցուկ ասենք այն դեպքը նայենք, որ F'-ն բացասական է, F'-ն դրական է։ F'-ն փոքր է 0 եւ F'-ն էլ բնականաբար պետք է լինի մեծ 0։ Հիմա ոնց որ F սահմանման, հա, ըստ ատենցիալի սահմանման F'-ն այդով է։ Ռիմես, ահա, ինչ։ Fx անած FA բաժանած x մինուս a, x-ը ձգտում է իհարկե a-ին տվյալ դեպքում միայն a-չից, հա, որովհետև AB հատվածում գտնվելով a-ին կարող ենք միայն a-չից մոտենալ։ Լավ, ու էսի մեր մոտ բացասական է։ Հիմա եթե ինչ-որ արտահայտության սահմանը բացասական է, ապա այդ արտահայտությունը պետք է լինի ինչ-որ մի շրջակայքում բացասական, հա։ Այդ դեպքում գոյություն ունի ինչ-որ դելտա, դրական թիվ, այնպես որ կամայական x-ի համար a-ից a պլյուս դելտա, այդ աչակոմյան շրջակայքում, ստերից հետևում է, որ fx հանած fa բաժանած x մինուս a-ն փոքր է 0։ Իհարկե, եթե x-ը a-ից a պլյուս դելտայում է, այս տարբերությունը մեր մոտ կլինի x մինուս a-ն կլինի դրական, հա։ Ուրեմն fx հանած f-ն կլինի բացասական։ Լավ։ Քանի որ
x մինուս an մեծազրո, այդ a պլյուս դելտա բոլոր x-երի համար հետևաբար, fx հանած f-ան, փոքր է 0, էլի բոլոր x-երի համար, այդ a պլյուս դելտա, ուստի fx-ը փոքր է f-ա, այդ a պլյուս դելտա։ Այսին, մենք հասկացանք, որ մենք փնտրում ենք AB բաց միջակայքի մեջ գտնվող մաքսիմումի կամ մինիմումի կետ։ Այսին ուզում ենք հասկանանք, որ այդ մաքսիմում մինիմումի կետերից գոնե մեկը չի հանդիսանում ծայրակետ։ Հիմա օրինակ ստեղ ինչ կարող ենք ասել, որ an ինչի կետ չի, մինիմումի թե մաքսիմումի։ Մինիմում կետ չի, որտեվ իրանից փոքր արժեքներ ընդունում է, հա? Հետևաբար an մինիմում կետ չէ։ Կետ չէ։ Սա անը 1 դնենք։ Հիմա նույն կերպ պետք է խոսենք ինչի մասին։ Ինչի FB թե F'B, այո։ Նույն կերպ F'B-ն դա սահման fx հանած FB բաժանած x մինուս b-ն է, որտեղ x-ը ձգտում է b-ին որ կողմից ցախից։ Այդ գիտենք, որ մեծ է 0, ուստի գոյություն ունի ինչ-որ նոր դելտա, դելտա շտրիխ, այնպես որ կամայական x-ի համար հիմա մենք մեր x-ը մոտենում է b-ին, b մինուս դելտայից b, հա, b մինուս դելտա շտրիխից b, ունենք, որ fx հանած fb-ն բաժանած x մինուս b-ն մեծ է 0, հիմա x մինուս b-ն ինչպիսին է, քանի որ x մինուս b-ն փոքր է 0 բոլոր x-երի համար այդ միջակայքից, ուրեմն այս մեր համարիչը fx հանած fb-ն ինչպիսին պետք է լինի, էլի բացասական է, բոլոր x-երի համար b-ն փոքր է 0, բոլոր x-երի համար էլի այդ նույն միջակայքից, b մինուս դելտա շտրիխից b, այսինքն fx-ը fb-ից փոքր է։ Բոլոր x-երի համար այդ b մինուս դելտա շտրիխից b։ Եվ այդ պարագայում b-ն էլի մինիմում կետ չի։ Այս էլ երկրորդ պնդումը, ոչ an-ա մինիմումի կետ, ոչ b-ն-ա մինիմումի կետ։ Մեր ֆունկցիան էլ լինելով դիֆերենցիալի AB-ի վրա կլինի նաև իհարկե ինչպիսին անընդհատ, իսկ անընդհատ ֆունկցիան գիտենք, որ հատվածում ընդունում է իր մեծագույն եւ փոքրագույնը։ Տվյալ դեպքում մենք հետաքրքրված ենք փոքրագույնով, ու այդ փոքրագույնն էլ հասկանում ենք, որ չի կարող լինել ոչ a-ն, ոչ b-ն։ F-ը լինելով դիֆերենցիալի կլինի նաև
անդար AB-ի վրա եւ գոյությունից է պատկանում է AB, այնպես որ FC-ն հավասարում մինիմում fx, x-ը պատկանում է AB, այստեղ Վայերշասի այդ երկրորդ թեորեմը օգտագործեցինք։ Մյուս կողմից մեկից եւ երկուսից բխում է, որ C-ն A չի եւ C-ն B չի։ Ուստի C-ն պատկանում է AB եւ ստեղ մնում է արդեն կիրառենք Ֆերմայի թեորեմը, հա։ Ուստի C-ն պատկանում է AB եւ համաձայն Ֆերմայի թեորեմի մեր ֆունկցիայի ածանցյալը այդ կետում կլինի 0։ Այսինքն տեսանք, որ ածանցյալ ֆունկցիան ոնց որ եթե բացասական ու դրական արժեք է ընդունում, արանքը պետք է դառնա 0։ Լավ, եթե օրինակ հակառակը նայենք, դրական, ստեղ բացասական, այդ դեպքում ինչ էր փոխվելու էս մեր ապացույցի մեջ։ Այդ ժամանակ արդեն այդ ծայրակետերը մաքսիմում կետեր չէին լինելու, որտեղ այնտեղ նշանները բոլոր տեղերը կփոխվեր ու ստեղ կունենայինք fx-ը մեծ է f-ը, այսինքն a-ն արդեն մաքսիմում կետ չէր լինի, նույն ձևով b-ն մաքսիմում կետ չէր լինի, ու ինչ որ միջանկյալ կետում մաքսիմալ արժեքը կընդուներ, այդ միջանկյալ կետն էլ կհանդիսանար այն կետը, որտեղ ածանցյալը 0 է, հա։ Շատ բարի։ Իհարկե մի հատ էլ սենց հետևանք կարող ենք ձևակերպել։ Դեցուկ f-ը դիֆերենցիալի է AB-ի վրա եւ C թիվը մեծածախ C թիվը գտնվում է f'-i-ի եւ f'-b-ի միջեւ։ Այդ դեպքում գոյություն ունի C պատկանող AB բացի, այնպես որ f'-ն այդ մեծատար C-ն է, այսինքն այդ ածանցյալ ֆունկցիան իր այդ միջանկյալ բոլոր արժեքները ընդունում է։ Այնտեղ այդ միջանկյալ արժեքը 0-ներ, հա, Դարբույի թեորեմում։ Ստեղ հիմա ուզում ենք տեսնենք, որ այդ կամայական C-ի համար տեղի ունի, այնպես չի, որ 0-ն ինչ-որ կախարդական բաներ, այլ կամայական դրանց միջև արժեքի համար տեղի ունի։ Իհարկե պետք է այս ապացույցը բերելիս օգտվենք ինչից։ Թեորեմից։ Քանի որ գրել ենք հետևանք, ուրեմն թեորեմը պետք է օգտագործենք։ Հիմա թեորեմի համար էլ մեզ պետք էր, որ ֆունկցիա, որի ածանցյալի արժեքները ծայրակետերում տարբեր նշանի են։ Հիմա ինչպես այդ ֆունկցիան կառուցենք, ինչ ֆունկցիա վերցնենք, որ ածանցյալի արժեքները տարբեր նշանի լինեն։ Եթե գիտենք, որ այս C թիվը f'-i ու f'-b-ի միջև է։ Ոնց որ առաջին մոտեցումը, այո, hx-ը կարող ենք վերցնել fx հանած c,
Բայց մի հատիկ հաշվի առեք, որ մենք ոչ թե ֆունկցիայի արժեքներն ենք ուզում տարբեր նշանի լինեն, այլ ացնցիալի արժեքները։ Ապրեք։ Եթե այստեղ անենք cx-ը, այդ դեպքում h'-an կլինի f'-a-c եւ h'-b-ն կլինի f'-b-c ու քանի որ c-ն f'-i ու f'-b-ի միջև էր, այս եւ կստանանք որ h'-an եւ h'-b-ն տարբեր նշանի են, այսինքն այդ h'-a անգամ h'-b-ն փոքր է 0, ուստի Darboux-ի թեորեմից գոյություն ունի c, այնպես որ ով է 0, ում ացենցիալ է, h-ի ացենցիալ է, h'-ն հավասար է 0, մյուս կողմից h'-x-ը, այդ ինչ է, f'-x հանած c-ն է, այսինքն այս f' փոքրատար c հանած մեծատար c-ն 0 է, այդ էլ նույնն է, թե որ f' փոքրատար c-ն եղավ մեծատար c, այսինքն գտանք կետ, որտեղ մեր ֆունկցիայի ացենցիալը նշված միջանկյալ արժեքներ ընդունում։ Այս c թիվը f'-i, f'-b-ի մեջ է, չէ՞։ Ասենք չգիտեմ, 3-ի եւ 5-ի արանքում որ թիվ վերցնես, 3-ից հանես այդ թիվը ու 5-ից հանես այդ թիվը, մեկը դրական կլինի, մեկը բացասական։